Էս հələ քույք պարտքի դիմաց ենք խոսացել մենակ։ Այնպիսի բաներ է արել Հայաստանի գլխին, որ այդ մարդը պետք է չհամարցակվեր, պետք է զանգեին ասեին հարցազրույց պարոն Քոչարյան, ինքն է պետք է ասեր, լավ էլի, ես երես չունեմ, էլի հարցազրույց տալու ինձ էլ ինչ գործ ունեք, էլի։ Ես 2 անգամ Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա թքել եմ։ Խնչել եմ ես այդ ոտներով ման եմ եկել ես այդ սահմանադրության վրա։ Ժողովուրդ ջան, ինչի եք ինձնից հարցազրույց վերցնում։ Ես ինչ եմ արել, որ դուք ինձ չեք մոռանում։ Օրենքով դատարանի որոշումներով պիտի զրկված լիներ տեխնացու լինելու հնարավորությունից, իշխանության մեջ լինելու որևէ հայտ օրենքով պիտի սահմանափակված լիներ Քոչարյան Ռոբերտի համար։ Ու մարդը այսօր ելել է ասուլիս է տալիս։ Նո այսօր չէ էլի միայն։ Բարբերաբար։ Ասում է ես ստեղ եմ, ես դե գիտենք որ ստեղ ես, ստեղներս ես։ Հա։ Ով է այս ամբողջի մեղավորը կամ քավորը։ Փաշինյանը։ Հա, ոչ մեկը թող չհամարցակվի ասել Փաշինյանի ձեռն ինչ կար որ կամ ելնեն այդ ԿՊ-ի ժողովուրդը ասեն ժողովուրդը իմաստուն է, ժողովուրդը չի ընտրի, ժողովուրդը կընտրի այն մյուսին, բայց իրեն չի ընտրի, այդպես չէ։ Այդպես չէ, պրոպագանդան քաշ ունի ժողովուրդ ջան։ Պրոպագանդան կոնկրետ ազդեցություն ունի։ Քոչարյանն այսօր ասում է լրատվամիջոցների հետ պիտի աշխատել։ Իբր չեք աշխատում, ձեր լրատվամիջոցների հետ աշխատելս ո՞րն է։ Հրամանը իջնում է, իրենք ինչ գիտեն, այն անում են, այ քեզ բան։ Այդ ասուլիսը ծեր քանի կիլոմետր եք ֆռցնելու։ Հա, այդ պրոպագանդան հաշիվ չէ։ Եթե ոչ Փաշինյանը հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը, ապա ով պիտի զրկի Քոչարյանների նմաններին ընտրություններին մասնակցելու իրավունքից որպես տեխնացուի։ Կա ուրիշ ուժ, ասենք օրինական իշխանություն ունեցող մարմին միավորում, որը այդ հնարավորությունը ունենա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։